Փաստաբանի էթիկան հանդիսանում է փաստաբանական գործունեության հիմնաքարերից մեկը, ներառելով ազնվության, բարեխղճության, անկախության և մասնագիտական պատասխանատվության սկզբունքները։ Այն կարգավորվում է ինչպես օրենքով, այնպես էլ փաստաբանի վարքագծի կանոնագրքով։ Թեմայի առանձնահատկությունների մասին առավել մանրամասն Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Փաստաբանի մասնագիտական էթիկան վերջին շրջանում դարձել է մասնագիտական քննարկումների կարևոր ուղղություններից մեկը։ Այն կարգավորվում է ինչպես փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, այնպես էլ փաստաբանի վարքագծի կանոնագրքով, որը սահմանում է մասնագիտական վարքագծի չափանիշերը և կարգապահական պատասխանատվության հիմքերը։ Միաժամանակ էթիկական նորմերը կարևոր դեր ունեն ինչպես վստահորդի շահերի պաշտպանության, այնպես էլ արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության ապահովման գործում։ Ինչպես ցանկացած մասնագիտական համայնք, փաստաբանի էթիկան այն հակակշիռների և զսպումների կարևոր օղակն է, որը օգնում է փաստաբանին և փաստաբանությանն առհասարակ որպես արդարադատությանն աջակցող օղակի լինել ճիշտ մասնագիտական էթիկայի, դեոնտոլոգիայի դաշտում, որպեսզի չվնասի համայնքի շահերը, չվնասի վստահորդի շահերը և շատ կարևոր է այդ դեոնտոլոգիայի շրջանակում, որպեսզի փաստաբանները մշտապես այդ մասով վերապատրաստված լինեն, մշտապես իրազեկված լինեն և դրա բուն նպատակը ոչ թե միայն բաժիջ գործողություններ իրականացնելն է, այլ առավելապես բարձրացնել իրազեկվածության մակարդակը թե փաստաբանների մոտ, թե փաստաբանների վստահորդների և պոտենցիալ վստահորդների մոտ։ Փաստաբանի վարքագծի կանոնները նախատեսում են անկախություն, ազնվություն և բարեխղճություն, սակայն գործնականում հաճախ առաջանում են սահմանային իրավիճակներ։ Շահերի բախման իրավիճակները համարվում են ամենազգայուն էթիկական խնդիրներից։ Միևնույն ժամանակ քննարկման առանցքում են նաև շահերի բախման ռիսկերը, սոցիալական ցանցերում հրապարակային արտահայտությունների սահմանները, կարգապահական պատասխանատվության մեխանիզմների արդյունավետությունը և փաստաբանական գաղտնիքի պաշտպանության հարցերը։ Նման իրավիճակներում փաստաբանը պետք է խորհրդակցի վստահորդի, իրեն դիմաց անձի հետ և հայտնի հնարավոր շահերի բախման մասին։ Ամբողջությամբ պետք է բացահայտի, թե ինչումն է պատճառը հենց այդ շահերի բախման և ունենք արգելք, որ այդ դեպքում այո վերջինս չպետք է շարունակի հաճախորդին սպասարկել։ Դա կարող լինի հենց հաճախորդի հետ նոր պայմանագիր կնքելու ընթացքում և պայմանագիրը ըստ էության որոշակի ժամանակ անց սպասարկելուց հետո, եթե առաջանում են հենց այդ շահերի բախման իրավիճակները, հենց այդ դեպքում պետք է դադարեցնի։ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության վարքագծի կանոնների խախտման դեպքում։ Կարգապահական տույժերի տեսակները բազմազան են նկատողությունից մինչև արտոնագրի դադարեցում։ Նման վարույթները քննվում են փաստաբանների պալատի մարմինների կողմից։ Կարգապահական վարույթը, ինչպես նշեցի, հարուցվում է դիմումի հիման վրա։ Դիմումը կարող է ներկայացնել թե վստահորդը, թե մեկ այլ շահագրգիռ անձ, ով տեղյակ է տվյալ խախտումից, լինի դա հակառակորդ կողմ, լինի դա ուղղակի գործին մասնակից չդարձած անձ, ով տեղյակ է խախտումից, թե պետական մարմինների կողմից, թե դատարանների կողմից, բայց պետք է նկատել, որ դիմումի ներկայացումը կամ ինքնին կարգապահական վարույթի հարուցումը դա դեռ չի նշանակում, որ այս կամ այն փաստաբանը մեղավոր է կամ որոշակի խախտում է կատարել կամ արարքի մեջ կա անպայման էթիկական նորմերի խախտում, դա դեռ պետք է պարզվի ամբողջական քննությամբ և շատ հաճախ լինում է այնպես, որ չնայած որ դիմումից թվում է, թե կա ակներև խախտում, քննության ընթացքում պարզվում է, որ խախտումը իսպառ բացակայում է։ Փաստաբանական պալատի կողմից կա ձևավորված կարգապահական հանձնաժողով, որն արդեն 4 տարին է գործում է, ինքս էլ այդ հանձնաժողովի անդամ եմ հանդիսանում։ Երևի դժվար կլինի բառերով ներկայացնել, թե ինչքան բարդ և բազմաչարչար աշխատանք է իրականացնում հանձնաժողովն այդ մասով։ Օբյեկտիվությունից զատ փաստաբանական համայնքը միակ միջավայրն է, որտեղ կարող են քննվել նման հարցերը, անհրաժեշտության դեպքում բացահայտվել փաստաբանական գաղտնիքները։ Անդրադառնալով սոցիալական ցանցերում փաստաբանների գործունեությանը, մասնագետները կարևորում են խոսքի ազատության և մասնագիտական սահմանների համադրությունը։ Փաստաբանը ևս օգտվում է խոսքի ազատության իրավունքից, ոնց որ ցանկացած քաղաքացի, այնուամենայնիվ մենք ունենք սահմանափակումներ, ինչի որտեվ փաստաբանը ըստ էության այս դեպքում իր սոցիալական ցանցերում կատարված գրառումների և որոշակի կարծիքներ արտահայտելով պետք է հստակ գիտակցի, որ վերջինս նույնականացում է, այսինքն վերջինս հանրության մեջ նույնականացում է որպես փաստաբան և պետք է պահպանել հենց այդ կոռեկտության շրջանակները, որովհետև ըստ էության
որոշակի ոչ կոռեկտ արտահայտություններ հենց նույն սոցիալական ցանցերում ստվերում են փաստաբանական գործունեություն եւ փաստաբանական համայնքը առհասարակ։ Կարգապահական վարույթների մասին խոսելիս փաստաբանները կարևորում են հանգամանքը, որ դիմումը դեռ չի նշանակում մեղավորություն։ Յուրաքանչյուր խնդրահարույց դեպքի առումով անցկացվում է առանձին ուսումնասիրություն պատժի համաչափությունն ապահովելու համար։ Նպատակը համայնքի որակական դերը բարձրացնելն է, ոչ թե ուղղակի զուտ պատժիչ գործողություն իրականացնելը։ Չեմ պատկերացնում, որ լինի ռիսկ, որպեսզի կարգապահական մեխանիզմը փաստաբանի վրա որպես ճնշման գործիք իրականացվի, որովհետև այս 4 տարիների ընթացքում էլ բազում եղել են նման ակնարկներ, բողոքներ, որ ուղղակի փորձում են ճնշում գործադրել ինձ վրա, դրա համար են բողոք բերել եւ այլն, բայց ըստ էության, երբ որ հանձնաժողովը իրականացնում է օբյեկտիվ, ամբողջական եւ ըստ էության քննություն, հանձնաժողովի համար միևնույն է, թե բուն մոտիվը որն է, որովհետև միևնույն է քննության արդյունքներում պարզ է դառնում այդ խախտումը կա թե չկա, այսինքն անգամ նույնիսկ մեծ ցանկության դեպքում ըստ էության հնարավոր չէ այդ գործիքը կարգապահական պատասխանատվության գործածել փաստաբանին որևիցե կերպ ճնշելու համար։ Կարևորվում է փաստաբանի մասնագիտական գիտելիքների մշտական բարելավումը։ Կարգապահական հանձնաժողովի կողմից նշանակված կարգապահական տուժերը մեծամասամբ ուղեկցվում են նաև փաստաբանական էթիկայի վերաբերյալ վերապատրաստումներով։ Փաստաբանն ունի իրավունք սեփական կարծիքն արտահայտել հրապարակայնորեն, այդ թվում սոցիալական հարթակներում։ Պայմանական, երբ որ փաստաբանը գիտի, որ իր մասնագիտական էթիկայի նորմերից ելնելով իրավունք չունի նսեմացնել դատական համակարգը, պետաիշխանական համակարգը, վարչական մարմինների դերակատարությունը, բայց եթե փաստաբանը որոշում է անգամ այդ ռիսկին պատասխանատվության ռիսկի ներքո գործել եւ չգիտեմ սոցցանցերում կամ հրապարակային արտահայտվել այս կամ այն պետական մարմնին վիրավորել, այս կամ այն դատարանին վիրավորել, ապա նա պետք է գիտակցի նաեւ իր խախտման համաչափությունը եւ գիտակցի դրա հետևանքները։ Միևնույն ժամանակ փաստաբանը որպես հասարակության անդամ ունի քաղաքական դիրքորոշում արտահայտելու եւ քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունք։ Մենք չունենք արգելք օրենսդրությամբ, որ փաստաբանը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել, ցանկացած քաղաքացու պես վերջինս իրավասու է իրականացնել այդ իր քաղաքական գործունեությունը, այնուամենայնիվ կան սահմանափակումներ կապված, եթե օրինակ այդ քաղաքական իր հայացքները որոշակի ձևով չանդրադառնա իր մասնագիտական գործունեությանը, այդ դեպքում վերջինս ազատ է իրականացնել հենց այդ քաղաքական գործունեությունը։ Սակայն էթիկայի պահանջներից ելնելով փաստաբանը չի կարող իր մասնագիտական կարգավիճակը օգտագործել քաղաքական նպատակներով։ Որոշ սահմանափակումներ են գործում փաստաբանի կարգավիճակը քաղաքական քարոզչության կամ ազդեցության համար օգտագործման նկատմամբ։ Քաղաքական գործունեությունը պետք է իրականացվի այնպես, որ փաստաբանական համայնքը այդ առումով որևիցե ձևով չքաղաքականացվի եւ փաստաբանական պալատը կամ այլ փաստաբանները, այսպես ասած, հանրության մեջ չընկալվեն հենց քաղաքական այդ որոշակի փաստաբանի կամ որոշակի փաստաբանների կողմից քաղաքական գործունեություն իրականացնելու ընթացքում որից է ձևով չվնասեն փաստաբանական պալատին եւ այլ առհասարակ փաստաբանական գործունեությանը։ Այ սահմանափակումը այս սրա շրջանակներում է։ Մասնագետների գնահատմամբ փաստաբանի քաղաքական ակտիվության, խոսքի ազատության եւ մասնագիտական էթիկայի միջև հավասարակշռությունը հնարավոր է միայն հստակ վարքագծային սահմանների պահպանման դեպքում։ Մի կողմից փաստաբանը ունի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներ, մյուս կողմից պարտավոր է պահպանել այնպիսի վարքագիծ, որը չի վնասի վստահորդի շահերին, չի խաթարի մասնագիտական հեղինակությունը եւ չի թուլացնի հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։